Կանանց ներգրավվածության ու նաև արդյունավետ գործունեության հարցը մեր երկրում այնքան սուր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեցին սեմինարներ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների կին թեկնածուների համար։ Առաջին երկու օրը նրանց ուսուցանում էին, թե ինչպես պետք է հանրային վայրերում եւ հանրային դեպքերում ելույթներ ունենալ, այսինքն տրվում են հմտություններ ելույթներ ունենալու, իսկ սեմինարի արդեն երկրորդ հատվածում նրանց փոխանցվում էր հմտություններ, թե ինչպես պետք է հաղորդակցվեն լրատվամիջոցների հետ։ Բրիտանացի դասընթացավար Կիթ Հայեսի համոզմամբ քաղաքականությունը չունի եւ չպետք է ունենա գենդերային առանձնահատկություն։ Առհասարակ գենդեր բառը շատ հնացած հնաոճ բառ է ու կարևոր է, որ դուք այսօր ունեք կին քաղաքական գործիչներ, որոնք առաջադրվում են որպես падգամավորության թեկնածու, որովհետև այս դեպքում դուք կունենաք ավելի հավասարակշռված ներկայացվածություն խորհրդարանում։ Այս կանայք պիտի գան ստեղծելու այլ խորհրդարան ու իրենց ներկայությամբ ավելի հարստացնեն այդ խորհրդարանը։ Ներկա գումարման ազգային ժողովում 131 падգամավորներից միայն 11-ն են կին։ 2007-ին ընտրվել էին 12-ը, սակայն ավելի ուշ Արևիկ Պետրոսյանը հրաժարվեց ԱԺ խոսնակի պաշտոնից։ Թե ինչ տոկոսային հարաբերակցություն կունենանք նոր գումարման խորհրդարանում, բարդ է կանխատեսել, թեև ակնհայտ է, որ տղամարդկանց թիվը կրկին ճնշող մեծամասնություն է կազմելու։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, քվոտավորում մտցվեց, ըստ որի ընտրական ցուցակի երկրորդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80%-ը, բայց նույնիսկ այս դեպքում դեռևս գործում է որքան հեռու ցուցակի սկզբից, այնքան ավելի շատ կանայք սկզբունքը։ Դա նպաստում է կանանց թվի մեխանիկական ավելացմանը, բայց հիմնականում որակ չի ապահովում, թեև կարելի է գտնել նաև բացառություններ։ Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան կանայք են եւ այն էլ ինչ ակտիվ կանայք, ուղղակի շատ տղամարդ падգամավորներ այլ խմբակցություններից կնախանձեին այդպիսի ակտիվություն դրսևորել եւ նման ազդեցություն ունենալ հանրային գիտակցության վրա։ Այս ամենն իհարկե չի նշանակում, որ որակի առումով մեր քաղաքական դաշտի արական հատվածը փայլում է իր ունակություններով։ Հետևաբար, եթե իսկապես քաղաքականությունը գենդեր չի ճանաչում ու կինն էլ քաղաքականության մեջ նոնսենս չէ, ապա փոքրինչ անհասկանալի է դառնում հատուկ տարբերակումը։ Այն հանգամանքը, որ տղամարդիկ այսօր ներկայացված են խորհրդարանում եւ այնտեղ աշխատում են, ամենևին չի նշանակում, որ նրանք շատ ավելի լավ են աշխատում եւ ավելի լավ գործ ունեն ԶԼՄ-ների հետ։ Կարծում եմ, որ շատ տղամարդիկ, ովքեր այսօր խորհրդարանում են, պատկերացում անգամ չունեն այդ աշխատավոճի յուրահատկությունների մասին։ Մի կողմ դնելով այն հարցը, թե ինչի պատկերացում ունեն տղամարդիկ, մնում է փաստել։ Կանանց ներկայացվածության առումով կուսակցությունները հասարակությունից շատ ավելի պահպանողական են գտնվել։ Հաշվի առնելով, որ սոցիոլոգիական հարցումների արդյունքներով Հայաստանի քաղաքացիները պատրաստ են տեսնելու ավելի շատ կանանց խորհրդարանում, քան այսօր առաջադրել են մեր կուսակցությունները։ Գահանե Նազարյան, Տիգրան Գասաբյան, Gala News, Երևան։